Հարաբերություններում հաճախ մարդիկ ունենում են դժվարություն այս կամ այն ձևով դրսևորվելու կամ անկեղծորեն իրենց ուզած, իրենց համար հարմար, իրենց ճաշակով դրսևորումներ ունենալու, որովհետև հասարակությունը, որում մարդիկ ապրում են, հաճախ պարտադրում է դերեր, հարաբերություններ ունեցող մարդկանց եւ պարտադրում է տարբեր սեռերի նաեւ մարդկանց այս կամ այն դերը կատարել, որը թե կարող է որոշ դեպքերում դրական ազդեցություն ունենալ եւ որոշ դեպքերում հակառակը կարող է խանգարել այդ մարդկանց եւ ընկճել անհատականությունը եւ թույլ չտալ, որ մարդու անհատականությունը իրականում դրսևորվի։ Եվ սա շատ բարդ հարց է, որովհետեւ երբ մենք խոսում ենք հարաբերությունների մասին, մենք խոսում ենք իրականում շատ անձնական, շատ ինտիմ տարածքի մասին, որտեղ մարդիկ իսկապես կարող են իրենց բնորոշ ձևով ազատորեն դրսևորվել, եթե դիմացի մարդուն դա չի խանգարում եւ դիմացինի համար եւս դա սիրելի է, հաճելի եւ դուրեկան է, բայց կախված նրանից, թե ինչպիսի իմպերատիվ ազդեցություն ունի հասարակությունը անհատի վրա, որքան ճնշող է նրա ազդեցությունը եւ պարտադրող տեսակետներ ու հայացքներ կան, այնքան ավելի շատ այս հասարակության կարծիքները ներխուժում են հարաբերությունների տարածք կամ հակառակը չեն մտնում եւ չեն խախտում այդ սահմանը եւ մարդիկ կարողանում են հնարավորինս ավելի ազատ լինել հարաբերություններում։ Մի քանի օրինակ բերեմ, ենթադրենք տղամարդուն պարտադրվում է ենթադրենք ընտանիքում կամ հարաբերություններում ավելի բարդ եւ ավելի ծանր խնդիրների լուծումները վերցնել իր վրա, ենթադրենք նյութական խնդիրները լուծել կամ ինչ որ տեխնիկական ինչ որ հարցեր լուծել, ինժեներական ինչ որ խնդիրները վերցնել իր վրա կամ արտաքին աշխարհի հետ շփումներն ու հարցերը վերցնել իր վրա եւ կնոջը պարտադրվում է ենթադրենք ավելի կենցաղին, նեղ ընտանիքին վերաբերող, երեխաներին վերաբերող հարցերը եւ թողնելով մի կողմ, թե ով ինչպես է կարծում եւ ով իր կյանքում ինչպիսի ճաշակ եւ ընտրություն ունի, մենք պիտի ընդունենք, որ մարդիկ իրականում շատ տարբեր են եւ տարբեր բաներ են կարողանում անել։ Մեկը կարողանում է ավելի լավ այս գործը անել, մյուսը այն գործը, ենթադրենք մեկը կարողանում է ավելի լավ լեզու գտնել երեխաների հետ, չգիտեմ, բարդ իրավիճակները կարգավորել, կառավարել, մյուսը կարողանում է, ասենք, ֆինանսական հարցերը ավելի լավ լուծել եւ այս իմաստով շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես են տուժում հարաբերությունները, երբ այս դերերը ավելի կոշտ են պարտադրվում մարդկանց եւ գուցե կան նաեւ իրավիճակներ, երբ որ զույգը շահում է այս որոշակի թելադրվող դերերից եւ շատ կարեւոր է ու իմ համար նաեւ հետաքրքիր է խոսել հակառակ սեռի մարդու հետ այս թեմայի շուրջ եւ հասկանալ, թե ինչպիսի նաեւ տեսակետներ կան այդ առումով, որովհետեւ շատ հաճախ օրինակ կանայք գանգատվում են իրենց պարտադրված դերերից եւ ավելի քիչ դեպքերում տղամարդիկ են գանգատվում իրենց պարտադրվող դերերից եւ կուզենայի նաեւ լսել, թե ինչ ես դու կարծում օրինակ այս դերերի առումով եւ ինչ խնդիրներ ես օրինակ տեսնում, թե քո մշակույթում տղամարդկային կամ միջավայրում եւ թե շրջապատում, որ տեսնում ես մարդկանց հարաբերությունները։ Ամենահաճախ ինձ հանդիպած կարծատիպերից, որ ինձ թմահանուց է գալիս, որ տղամարդը տան որսորդն է, կինը տան կրակը պահպանողը ու որքան որ քաղաքակրթությունը զարգանում է եւ ֆիզիկական կարողություններն ու առանձնահատկությունները մարդու գործունեության ոլորտները ավելի քիչ է սահմանափակում, այսպես ասած, այդքան այդ դերերները են նաեւ փոխվում եւ իմ համար կարևոր է հասկանալ, թե որքանով է սոցիալական հանրային միջավայրը ազդում է դերերի փոփոխության վրա, միաժամանակ որքան է պետության միջամտությունը ազդում է դերերի փոփոխության վրա,
եւ այդ անձնական հարաբերությունները որքան էլ անձնական են, ամենայն դեպքում նաեւ ունեն քաղաքական լայն իմաստով, քաղաքական բաղադրիչ եւ ազդվում են այն հասարակությունից, որտեղ մենք գտնվում ենք եւ այն պետությունից, որում մենք գտնվում ենք։ Հետեւաբար այստեղ բացի անձնական հարցերը, որոնք կոմֆորտի հարցեր են, կարծում եմ անհրաժեշտ է նաեւ նկատի առնել այն միջավայրը, որտեղ դու գտնվում ես։ Թեև ես ինքս շատ լսել եմ տարբեր հոգեբանների եւ որոնք ասում են, որ գիտեք, պետք չի այդքան ուշադրություն դարձնել եւ կիսում եմ այդ մոտեցումը, բայց միաժամանակ նաեւ հասկանում եմ, որ անհնարին է ուշադրություն չդարձնել այն միջավայրի, որտեղ դու գտնվում ես, հենց առողջ հարաբերություններ ստեղծելու համար։ Ակնկալիքները յուրաքանչյուրից տարբեր է ամեն դեպքում։ Պետք է դա նկատի առնել։ Կարող ենք հաշվի չառնել, բայց նկատի չառնել չենք կարող։ Հետևաբար մի մասից ֆինանսատնտեսական մասն է, ակնկալիքների մասը, որտեղ մարդը պետք է հիմնական գումարը աշխատի, եւ դա նաեւ գալիս է, որ աշխատավարձերն են օրինակ տարբեր լինում նույն տեսակի աշխատանքի համար, որտեղ տղամարդը չի կարող իրան թույլ տալ ավելի ցածր աշխատավարձով, թեկուզ իրեն ավելի սիրելի գործ իրականացնել, իսկ ինքը կարող է իրեն թույլ տալ։ Կամ գնալ այնպիսի աշխատանքների, որտեղ այդքան բարձր չի աշխատավարձը, որտեղ տամբերը մեծ հաշվով մեր հանրությունում գոնե մինչև հիմա հիմնականում այդ ֆինանսական բեռը տղամարդու վրա է։ Մյուս կողմից էլ մեզ փոքր տարիքից չեն սովորեցնում կենցաղավարություն տղամարդկանց։ Այսինքն սեփական անձին հետևելու կարողությունը կամ ձևավորվում է տարբեր հանգամանքներից ելնելով, կամ չի ձևավորվում ուղղակի, ու երբ որ մտնում ես հարաբերության մեջ եւ ինքդ մարդ ես, որ ազատ է եւ հավասարության դիրքերից է մտնում հարաբերության մեջ, դիմացինի ակնկալիքները կարող է չբավարարես, որովհետեւ միջավայրը այնպեսին չի, որ դու կարողանաս այդ կենցաղավարության մեջ շատ օգտակար լինել, որովհետեւ չգիտես դա ոնց անել, չես ուզում դա անել, գուցե որովհետեւ նաեւ տենց ես ձևավորվել եւ այս հարցեր են, որոնք ոնց որ անձնական տիրույթից բացի նաեւ դուրս են գալիս այդ անձնական տիրույթից եւ ազդում են անձնական տիրույթի վրա։ Հիմա ես կուզեի ու հոգեբանական տեսանկյունից ասել ոնց կարելի է այս թեմաները խոսել, փորձել հաղթահարել, եթե կան այդ ձևի խնդիրներ եւ փորձել լուծումներ գտնել առանց վտանգելու այդ հարաբերությունները, նաեւ հանրային ազդեցությունների պատճառով վտանգելու այդ հարաբերությունները։ Դες շատ կարևոր եւ ինչ որ իմաստով գլոբալ հարցեր ես բարձրացնում եւ ես ուզում եմ որ մենք ոնց որ կենտրոնը առանցքը այս ամբողջ խոսակցության նորից շեշտադրենք, որ հարաբերությունների ոնց որ առողջությունն ու որակն է, որովհետև այսպես ոնց որ մեր անձից որ դուրս են գալիս, երևի առաջին շրջանակը, որտեղ մենք շփվում ենք արտաքին աշխարհի հետ, այդ մեր անձնական հարաբերություններն են, եւ հետո դրանից արդեն դուրս են գալիս մի քիչ ավելի մեծ ընտանիք, հետո արդեն մեր սոցիալական նեղ միջավայրը, հետո մեր քաղաքը եւ ի վերջո այն պետությունը, հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք եւ անպայման սրանք բոլորն էլ հարաբերություններ են, բոլորն էլ ինչ որ ձևով փոխադարձաբար իրար վրա ազդում են ու այդ առումով շատ կարևորում եմ այն ինչի մասին դու խոսում ես իրականում թե այս հասարակության լայն իմաստով ազդեցությունը կա հարաբերությունների նեղ հարաբերությունների վրա եւ հարաբերությունները կարող են դուժել շահել դրանց եւ թե այս հարաբերությունները ինչքան առողջ լինեն այնքան այս հասարակությունը պիտի որ առողջանա եւ ավելի այդպես ստեղծագործ ու հարուստ դառնա հիմա այն հարցը որ ինձ շատ հետաքրքրեց քո նշած որ թե հասարակությունը ազդում է ինչ որ ձևով հարաբերությունների վրա եւ
մենք մասնագետներս ասում ենք, որ հնարավորինս պետք է փորձել չեզոք մնալ, հա, չենթարկվել այդ ազդեցություններին, ավելի պահպանել ձեր անձնական ոճը, բնույթը եւ հարաբերությունում լինել ազատ, անկախ, դրսևորվել այնպես ինչպես ուզում ես։ Բայց միևնույն ժամանակ դու նուրբ մի հատ սահման ցույց տվեցիր, որ բայց արդյոք լիարժեք կարող ենք իզոլացվել այդ հասարակության պահանջներից եւ ազդեցություններից։ Ես կարծում եմ, որ ոչ, իհարկե, եթե մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը ընդհանուր առմամբ ունի ինչ որ այդպես խոշոր շտրիխերով պատկերացումներ հարաբերության մասին, ընտանիքի մասին, բնականաբար որpիսի մենք ծայրահեղ բախումների չգնանք այդ հասարակության հետ, իհարկե ինչ որ չափով այդ հասարակությանը համապատասխանելու կարիք ունենում ենք։ Այսինքն մեր թեկուս հանգիստ, խաղաղ, ներդաշնակ ապրելու համար, իհարկե, երբ որ մենք ծայրահեղ տարբեր ենք այդ միջավայրից, այդ մշակույթից, ունենում ենք խնդիրներ։ Ամեն դեպքում ինչ որ չափով կարողանալ հարաբերվել այդ հասարակության հետ, կարողանալ նույն լեզվով խոսել, այնպես չտարբերվել, որ անհասկանալի լինես այդ հասարակության համար, երևի թե պետք է։ Բայց սա պարտադրանք էլ չի կարող լինել, իրականում մարդու ազատությունները ամեն դեպքում ամրագրված են եւ մենք նաեւ ստորագրել ենք այդ փաստաթղթերի տակ, որոնք մեզ թելադրում են, որ կամ հորդորում են լինել ազատ եւ այն հարցերում, որոնք ուրիշների սահմանները չեն խախտում, այդտեղ մենք կարող ենք լինել լրիվ ազատ եւ հանգիստ, ունենալ այնպիսի ոճի, այնպիսի ձևի, բնույթի հարաբերություն, որոնք մեզ են դուր գալիս։ Բայց վերադառնալով մեր հասարակության մեծամասնությանը, ես ամեն դեպքում գտնում եմ, որ հարգելով եւ ընդունելով մեր հասարակության ժամանակակից սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, որը իրականում էլի ինչ որ ոչ թելադրում է հարաբերությունները, ենթադրենք քո նշած բաները, որ օրինակ ինչը համարում ենք վատ եւ անթույլատրելի բան, որ նույն աշխատանքի համար տղամարդը այլ կերպ վճարվի, կինը այլ կերպ, բայց եթե այսպիսի իրավիճակ կա, ապա սա անպայման հարաբերությունների վրա պիտի անդրադառնա, ունենա իր արտացոլանքը հարաբերությունների մեջ։ Եթե մենք ունենք համեմատաբար ազատություն, այն իմաստով, որ կարող ենք մեր կարողությունները լիարժեք դրսևորել, այսինքն ես ֆիզիկայի մեջ եմ ուժեղ եւ ինձ լիովին թույլատրված է գնալ, ինչ որ ոլորտում աշխատել, լաբորատորիայում աշխատել, գիտական հետազոտություններ անել եւ այլն, եւ իմ սեռը չի խանգարում իմ ինքնադրսևորմանը տվյալ պետության մեջ, սա միանշանակ դրական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա, որովհետև մարդը, որը կարողանում է առողջ, կարողանում է ազատորեն դրսևորվել իր կարիերայում, ստեղծագործական ոլորտում, ինքը բավարարված է եւ ունի ռեսուրսներ ծախսելու իր հարաբերությունների վրա եւ մնացած տեղերում։ Երբ որ մարդը ինչ որ մի ոլորտում ընկճված է եւ բավարարված չի, այս զգացմունքները սկսում են ազդել եւ մարդը կարող է օրինակ հարաբերություններով ուզենա կոմպենսացնել իր կյանքի բոլոր բաց եւ անլիարժեք կողմերը։ Այսինքն ամեն դեպքում հնարավորությունները որքան հավասար եւ որքան արդար են լինում, այնքան մարդիկ ունենում են մեծ ոնց որ լայն տարածք, որպեսզի կարողանան իրենց ազատորեն այդտեղ դրսևորել այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Իրականում բնության մեջ բոլոր կենդանի օրգանիզմները ազատ են։ Ազատ չեն միայն իրենց հնարավորությունների սահմանների պատճառով, այսինքն եթե իմ հնարավորությունները մի բան ներում են, օրինակ կենդանուն չեն ասում, դու կարող ես բարձրանալ ծառը, բայց մի բարձրացիր, որովհետև ինչ որ պատճառներ կամ ինչ որ նորմեր կան ընդունված։ Իրականում այդպես չի։ Բնության մեջ կենդանի օրգանիզմները ազատ են ինքնադրսևորվելու։ Եթե կարող ես ավելի մեծ կենդանու որսալ եւ, չգիտեմ, ուտել, ուրեմն արա դա, ոչ որ քեզ չի արգելում։ Հետևաբար մի քիչ ինչ որ իմաստով անբնական է, որ մարդը իր դրսևորումների մեջ սահմանափակվի, առավելևս երբ այդ սահմանափակումները ակնհայտ մշակութային են, ակնհայտ ինչ որ տարածքով են
սահմանափակվում, այլ ոչ բնական։ Այսինքն պարտադրվող դերերը ամեն դեպքում իրենք խանգարում են հարաբերություններին, իրենք խանգարում են մարդու առողջ ինքնադրսևորմանը։ Բայց ես կարող եմ հասկանալ, որ այս կամ այն քաղաքական, սոցիալ-տնտեսական նպատակներից եւ շահերից ելնելով ինչ որ բաներ կարող են խրախուսվել տվյալ հասարակությունում եւ ինչ որ բաներ չխրախուսվել տվյալ հասարակությունում։ Օրինակ, ես կարծում եմ, որ մեր հասարակությունում շատ օգտակար կլիներ, որ խրախուսվեր միայնակ կանանց երեխաներ ունենալը։ Շատ կարևոր մի բան կլիներ մեր հասարակություն, որովհետև մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիրներ եւ օրինակ այլ հասարակություններում գուցե շատ երեխաներ այլ պետություններում շատ երեխաներ ունենալը բացարձակ խրախուսելի չլինի, որովհետև այնտեղ ուրիշ խնդիրներ կան։ Մեր հասարակությունում միանշանակ հատկապես այս պատերազմների հետևանքով արական սեռի անձանց ավելի քանակական առումով պակասելու հետևանքով մենք շատ ունենք միայնակ կանանց, որոնք որ ունեն ռեսուրսներ եւ իրականում կարող են ունենալ երեխաներ եւ իրենց երեխաներին մեծացնել, բայց մենք չունենք այդպիսի մոտեցում մշակութային։ Եվ հակառակը նույնիսկ ունենք ճնշող վերաբերմունք։ Նաեւ օրինակ ամուսնալուծված կանանց կամ ամուսնալուծված տղամարդկանց բարակայում էլի կան այդպես ճնշող պարտադրող ինչ որ մոտեցումներ, որոնք պետության տեսանկյունից շատ վնաս են։ Ենթադրենք ամուսնալուծված կնոջը շատ չեն խրախուսում երկրորդ անգամ ամուսնանալ, նոր ընտանիք ստեղծել, էլի երեխաներ ունենալ։ Ամեն դեպքում կան որոշակի ճնշող արգելող մոտեցումներ, որքան քաղաքակիրթ, այդքան հեռու բնությունից ամեն դեպքում։ Եվ կարծում եմ, որ բնության օրինակները քաղաքակիրթ երկրում գտնվող, այսինքն ոչ բնական միջավայր, մենք բնական միջավայրում չենք ապրում ամեն դեպքում, սոցիալ բնական միջավայրում ենք ապրում, կարծում կարա չհամապատասխան, այսինքն բնության մեջ եթե կարող է դրսևորվել այդպես, սոցիումը ամեն դեպքում ազդեցություն ունենում մեր վարքի եւ մեր անելիքների վրա, որքան էլ որ կարող ենք ինչ-որ բաներ անել, մեզ թույլ չենք տալիս, որովհետեւ դա օրենք է խախտում, դա էթիկա է խախտում եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե ուժեղ ես կեր թույլին ամեն դեպքում քաղաքակիրթ դրամաբանության մեջ չի աշխատում, դրա մեր հարաբերությունների վրա էլ դա ազդում է ենթադրաբար, թե մեր աշխարհը իսկայն այլ տեսակի փոփոխության է գնում, բայց ամեն դեպքում ես ուզում եմ անպայման շեշտադրում անել, որովհետև շատ հաճախ մեր մոտ բնությունից օրինակներով փորձում են մեր անձնական հարաբերությունները բացատրել մեր ընկերների, մեր հարաբերությունները հասարակության հետ, որը համապատասխան չի, ճիշտ չի այդպես բացատրել, որտեղ որքան քաղաքակիրթ, այնքան ավելի հեռու բնությունից մեծ հաշվով։ Եվ այս ընկալումը կարծում եմ նաև խանգարում է առողջ հարաբերություններ ստեղծել զուգընկերոջ հետ, ու շատ շնորհակալ եմ միայնակ կանանց մասով շեշտադրման համար, սա մի օրինակ, թե ինչպես առանց կայուն եւ հաստատուն հարաբերությունների, հա, ձևավորել մի ընտանիքի մոդել, որը ընտանիքը ուղղակի այլ տեսակի ընտանիք, քան մենք սովոր ենք տեսնելու։ Ու սրա մասին երբ որ խոսում ենք, իմ համար մյուս կարևոր հարցը, արդյոք հնարավոր է այնպես կազմակերպել մեր կյանքը, որ այդ հարության կողմից ակնկալվող դերաբաշխումը օգնի մեր հարաբերությունների ոչ թե խանգարի։ Այսինքն չսահմանափակելով մեր ազատությունը, բայց օգնի այդ հարաբերություններին։ Այսպես սկզբից անդրադառնամ, իրականում բնության հետ համեմատություններ անելը եւ օրինակներ բերելը ես մի քիչ համաձայն չեմ, որ տեղին չի, կարծում եմ տեղին է, բայց պիտի իհարկե ոնց որ տառացիորեն չընկալենք էլի այդ բանը եւ ուրախ եմ, որ այդ շեշտադրումը անեց, որովհետեւ կարող են մարդիկ օրինակ թյուրընկալումներ ունենալ, թե ինչի մասին է խոսքը։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ մեր բնական դրսևորումներից շատ հեռանալը մեզ դարձնում է ոչ երջանիկ։
Իսկ մեր բնական դրսևորումները այդպես անիմաստ ագրեսիվ չեն, այսինքն օրինակ գիշատիչների դեպքում օրինակս գիշատիչների վրա էր, որ ենթադրենք որս պիտի անեն եւ որսում են ուտում են ենթադրենք մի ուրիշ կենդանու, մենք գիշատիչներ չենք, մենք այնինչ հնարավոր են, այնինչ որ ուտում ենք գիշատիչ չենք։ Մեզ համար բնական չի անհեթեթ ագրեսիա դրսևորել, ոչ վտանգավոր սիտուացիաներում հարձակվել, կոտորել եւ այլն, իրականում շատ առումներով մենք հենց այդ բնությունից հեռանալու հետևանքով ունենք լուրջ խնդիրներ, թե սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ առհասարակ մարդու երջանկությանը եւ բնական կենսագործունեությանը խանգարող լիքը խնդիրներ ունենք, այսինքն համաձայն եմ, որ մենք բնությունից շատ հեռացել ենք եւ ինչ որ կանոններ բնական այլևս չեն գործում, բայց պետք է բարձրացնենք այդ հարցերը երբեմն, արդյոք դա լավ է թե վատ է, որ մենք այդ չափով հեռացել ենք բնությունից եւ այդ չափով մեր բնական երջանկությունների եւ բնական կենսագործունեության ձևերը ընկճվել են դրա արդյունքում։ Ես չեմ կարծում, որ բնությանը մոտենալուց մենք կտուժենք, բայց սա մի քիչ բարդ հարց է։ Իրականում մենք ես կարծում եմ, որ պետությունը պիտի ծառայի առաջին հերթին անհատի երջանկությանը, տվյալ հասարակության, քաղաքացիների երջանկության, այսինքն ամեն ինչ որ արվում է այդ պետության մեջ, բոլոր որոշումները պիտի նպաստեն նրան, որ անհատը երջանիկ լինի եւ կարողանա երջանիկ առողջ հարաբերություններ կառուցել։ Հիմա խոսում ենք այն մասին, թե դերերը, պարտադրված դերերը որքանով օգնում եւ որքանով վնասում են։ Դու բերեցիր ընտանիքի օրինակ, ես էլի կարծում եմ, որ այստեղ այդ պարտադրված կարծիքներ չեն, այլ ավելի սահմանափակ պատկերացումներ են, դեռևս մեր հասարակությունում մարդիկ ընտանիքը մի ձևով են պատկերացնում են, որ պիտի լինի հայր, մայր, երեխաներ եւ ենթադրենք մեկ էլ տատիկներ, պապիկներ կարող են լինել այդ ընտանիքում, բայց մենք վաղուց արդեն պիտի բոլորիս համար սովորական, պարզ եւ ընդունելի լինի, որ ընտանիքները շատ տարբեր կարող են լինել, հատկապես մեր հասարակությունում, որտեղ մենք ունենք այդ օրինակները, շատ ունենք, այսինքն այնպես չի, որ մենք sense հարթ ընթացքով մեր պետությունը գնում է զարգանում է, մենք անդադ ունենում ենք տենց կատակլիզմներ տարբեր տեսակի եւ ընտանիքի իր դասական ձևով կարող է եւ չլինել, այսինքն կարող են լինել մայր, մորաքույր եւ երեխաներ, կարող են լինել տատիկ, պապիկ եւ երեխաներ, կարող են լինել պապիկ, չգիտեմ, մամա եւ երեխաներ եւ ընտանիքը շատ տարբեր կառուցվածք եւ ձև կարող է ունենալ եւ այս ընտանիքների ընդունված եւ ընդունելի լինելը շատ կարեւոր է մեր պետության համար եւ այսպիսի ընտանիքները պիտի իրականում խրախուսվեն եւ պիտի իրականում մենք տեսնենք թե ինչքան լավ է որ կան այսպիսի ընտանիքներ եւ սա եւս ընտանիքի մի տեսակ է, մի մոդել է, որտեղ իրականում կարող են մեծանալ առողջ երեխաներ եւ մարդիկ կարող են այդ ընտանիքում երջանիկ լինել եւ այս առումով ես կարծում եմ որ հարաբերությունները պիտի ամեն դեպքում թույլ տան, մենք հարաբերություններում պիտի թույլ տանք ընդունել այն դերերը եւ այն մոտեցումները, որոնք հասարակության մեջ կան, որոնք իրականում օգնում են մեր երջանիկ լինելուն, մեր առողջ հարաբերություններ կառուցելուն։ Ենթադրենք ինչ որ պատրաստ ենք օրինակ ինչ որ անհավասարություններ ընդունել հարաբերություններում, բայց այդ անհավասարությունների պարագայում մենք երջանիկ ենք մեզ զգում այդ հարաբերությունների մեջ, հա, ենթադրենք ընտանիք է, որտեղ մայրը կինը զբաղվում է կենցաղային հարցերով, երեխաների խնամքով եւ առհասարակ օրինակ չի աշխատում եւ իր աշխատանքը իր երեխաներով եւ ընտանիքով զբաղվելն է եւ այս հարաբերություններում եւ այս կինը եւ այս տղամարդը եւ այս երեխաների երջանիկ են այդպիսի ընտանիքում, սա պիտի միանշանակ լինի ընդունելի եւ որևէ քննադատության, որևէ մեղադրանքի պիտի չարժանանա
եւ չպիտի այս մարդիկ մեղադրվեն, ենթադրենք անհավասարության կամ գենդերային ինչ որ կարծրատիպերի կամ խտրականություն կիրառելու մեջ, այսինքն մենք պիտի երբ որ խոսում ենք ազատությունների մասին, հնարավորությունների մասին, մենք պիտի լայն իմաստով հասկանանք այս հնարավորություններն ու ազատությունները, իսկապես ընտրելու եւ այդ իրավունք ունենալու, ընտրության իրավունք ունենալու մասին է այստեղ խոսքը եւ այսպիսի հարաբերությունները եւս պիտի համարվեն առողջ եւ ընդունելի։ Այսինքն ես կուզեի շեշտադրում այստեղ անենք, որ անհավասարությունը այնտեղ չի թե մարդը ինքը ոնց է որոշում, ոնց է ինքը երջանիկ, այլ անհավասարությունը այնտեղ է, որ մարդը ինքը չի ընտրում։ Այո, երբ իրեն իսկապես պարտադրված է մի բան, որը ինքը չի ուզում, բայց երբ մարդը ուզում է եւ իրեն դուր է գալիս, ինքը իրեն լավ ու ներդաշնակ է զգում, ինքը դրա իրավունքը պիտի ունենա։ Իրականում ես կարծում եմ, որ այնպես ինչպես կնոջ իրավունքների ոտնահարումը ենթադրենք կարիերա ստեղծելու առումով, այնպես ինչպես սա է վնասում հասարակությանը, նույն կերպ վնասում է նաեւ ծաղրն ու հեգնանքը չաշխատող կնոջ եւ տնային տնտեսուհի լինելու նկատմամբ։ Ես կարծում եմ սա եւս շատ վնասակար է, որովհետեւ մարդուն իսկապես որևէ բան չպիտի պարտադրվի։ Եթե ընտանիքում կամ զույգը առհասարակ կայացնում է որոշումներ եւ այդ որոշումների մեջ մարդիկ իրենց լավ են զգում, երջանիկ են զգում, այս հարաբերությունները պիտի միայն հարգվեն եւ խրախուսվեն ու այդ հնարավորությունները հասարակությունը պիտի տա։ Առհասարակ սեփական հայացքը, տեսակետը պարտադրել ուրիշներին, սա կարծում եմ շատ վնասակար բան է եւ զարգացման ավելի ցածր մակարդակի մասին է խոսում անձի։ Եվս մեկ անգամ կշեշտադրենք, որ խոսքը վերաբերում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա կայացնի սեփական ընտրությունը, կայացնի սեփական պատասխանատու որոշումը եւ թե ինչպիսի որոշում կլինի դա արդեն այդ մարդու ընտրությունն է։ Անհավասարությունը այնտեղ է, երբ որ այդ ընտրությունը պարտադրված է կամ ընտրություն չկա։ Այդտեղ անհավասարությունը առաջնահերթ։ Մի այլ տեսանկյունից կուզեի անդրադառնալ այդ դերերի ակնկալիքների եւ հարաբերությունների որակի վրա ազդեցության միաժամանակ թե ոնց է հասարակությունը եւ պետությունը ազդում նաեւ այդ տեսակ դերերի միջոցով հարաբերությունների վրա դա ինձ թվում է դու ես շատ նկատել, ես եմ շատ նկատում կրթական հաստատություններում ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, տարբեր մշակութային միջոցառումներում, ինքնազարգացնող վայրերում եւ այլն կանանց քանակը, եթե ոչ ասեմ տասնապատիկ, գոնե կասեմ, որ գերակշիռ է, քան տղաների, որոնք մասնակցում են այդ տեսակ ծրագրերի, միջոցառումների, ու դա նաեւ գալիս է ակնկալիքից տղաների հանդեպ, որը որոշակի դերաբաշխում է իրականացնում, սկսած նրանից, որ տղաները պետք է հնարավորինս ավելի շուտ սկսեն փող աշխատել եւ դրա համար ժամանակ չունեն ինքնազարգացվող բաների մասնակցելու, մյուս կողմից որ դերաբաշխում ասում է թե մեկ այլ բան ասում, որ դա հարիշ չի տղաներին որոշակի այդ ինքնազարգացող process-ի մեջ գնալու եւ այլն, եւ սրա արդյունքում ինչ է տեղի ունենում, սրա արդյունքում տեղի ունենում, որ կանայք ինտելեկտուալ, զգացմունքային, աշխարհայացքային իմաստով ավելի լայն պատկերացումներ են ունենում, քան տղաները, հետագայում դա ազդում է հարաբերություններ ստեղծելու որակի վրա եւ մարդկանց չգտնելու ում հետ դու կարող ես նաեւ աշխարհը կիսել, որտեղ որքան տարբերությունը կրթական, հա, մշակութային իմաստով տարբերանում, այդքան ավելի դժվար է լինում հարաբերություններ ստեղծելը, ու դա նաեւ հանգեցնում է նրան, որ լինում են վատ հարաբերություններ, լինում են ճնշող հարաբերություններ, դրա արդյունքում հետո տղաները սկսում են անինքնավստահությունից նաև ելնելով որոշակի ճնշումներ եւ բռնություն կայացնել։ Դու ո՞նց ես կարծում, այս հարցը ո՞նց պետք է հասցեագրվի, որտեղ շատ լուրջ հարց է այսօր Հայաստանում։ Շատ հետաքրքիր բան ես ասում, որտեղ ակնհայտ երևում է, որ հասարակության պատկերացումները զույգի հարաբերությունների մասին եւ տարբեր սեռերի դրսևորումների մասին, եթե իրենց էության մեջ պարունակում են անհավասարություն եւ անարդարություն, սխալ հաշվարկներ, սխալ պատկերացումներ,
արդյունքում մենք ունենում ենք այդպիսի իրավիճակ, այսինքն լրիվ այլ բան է, որ մենք տարբերակում ենք, ենթադրենք տղամարդկանց տալիս ենք այս գործառույթները, կնոջը այլ գործառույթներ։ Սա այստեղ մեծ հաշվով անարդարություն կարող է չլինել։ Կարող է ընդհանրապես երբեմն ինչ-որ մարդիկ ինչ-որ գործառույթներ լավ կամ վատ իրականացնեն։ Բայց երբ մենք տեսնում ենք այդպիսի իրավիճակ, որտեղ խրախուսում են զարգանալ, սովորել, կարդալ, ինքն իր վրա աշխատել, իսկ տղամարդուն ասում են, որ դու արդեն կատարյալ ես եւ առանձնապես աճելու կարիք չունես, սա իրականում վերում հանգեցնում է, այո, իրավիճակի, որտեղ մարդիկ տարբեր լեզուներով են խոսում, լրիվ ուրիշ սոցիալական եւ ինտելեկտուալ եւ մտավոր, էմոցիոնալ այլ հարթությունների վրա են կանգնած եւ այստեղ ներդաշնակ հարաբերություններ իհարկե չեն կարող կառուցվել եւ սա նորից դեմոգրաֆիկ խնդիրների է բախվում, որ իրար չհամապատասխանող մարդիկ ենք մենք ավելի շատ ունենում, որոնք չեն կարողանում զույգեր ստեղծել, չեն կարողանում լավ հարաբերություններ ստեղծել եւ ի վերջո առողջ հասարակություն ձևավորել։ Այսինքն տարբերությունները ոչ միշտ են անարդարության մասին, այսինքն մենք իհարկե տարբեր ենք եւ տարբեր դերեր կարող ենք կատարել, տարբեր պարտականություններ կարող ենք ունենալ, բայց բացարձակ պարտադիր չի, որ այստեղ լինի ակնհայտ անարդարություն, ակնհայտ անհավասարություն, ակնհայտ մեկին խրախուսեն, մյուսին քննադատեն ու մեղադրեն, որի արդյունքում այդ երկու խմբերի զարգացումները գնում են այլ ճանապարհով եւ հատման կետերը գնալով պակասում են։ Ամփոփելով կարող ենք ասել, որ հանրության եւ պետության կողմից խրախուսվող եւ առաջադրվող դերերը թե կարող են օգնել հարաբերություններին, թե կարող են վնասել, այստեղ կարևորը այնա, որ այդ դերերի ընտրությունը լինի յուրաքանչյուրի կարողանա այդ դերը ընտրել ինքնուրույն եւ պատասխանատու որոշմամբ եւ ոչ թե դա պարտադրվի եւ համենայն դեպս որքան էլ խոսում ենք չնկատելու այդ դերերը պարտադրվող կամ առաջադրվող դերերը այսպես թե այնպես դրանք ազդում են մեր հարաբերությունների որակի վրա եւ դա պետք է նաեւ դրա մասին մտածել եւ նաեւ հարաբերությունների մեջ դրան մասին խոսել որտեղ այսպես մենք վակուումում չենք գտնվում, այլ սոցիումում ենք գտնվում եւ մեկ այլ կողմից էլ երևի թե պետք է քննարկել քաղաքականություն մշակողների եւ որոշում կայացնողների հետ, որպեսզի այնպիսի առաջարկներ անեն հանրությանը, որոնք թույլ կտան ավելի շատ ունենալ համապատասխան զույգեր, որոնք էլ կստեղծեն այդ առողջ հարաբերությունները միմյանց հետ։ Համաձայն եմ ու ուզում եմ հատուկ շեշտել, որ հարաբերությունների որակը, մարդկանց հարաբերությունների որակը տվյալ հասարակությունում երջանիկ զույգերի քանակը իրականում պետական խնդիր է եւ պետությունը պիտի իսկապես ջանքեր ներդնի, որպեսզի իր պետության մեջ մարդիկ իսկապես ունենան հնարավորություն առողջ լավ հարաբերություններ ստեղծելու եւ այդ հարաբերությունների մեջ երջանիկ լինելու, որովհետեւ միայն այդ պարագայում մենք կունենանք իսկապես առողջ հասարակություն, առողջ երեխաներ եւ երջանիկ հասարակություն։